Հոկտեմբերի 10-ին Meridian Expo կենտրոնում պաշտոնապես մեկնարկեց տարվա կարևորագույն տեխնոլոգիական իրադարձությունը Digitech 2025-ը։ Այս տարի առաջին անգամ Digitech-ը անցկացվում է նոր ձևաչափով՝ 3 օր 3 գիշեր անդադար գիշեր-ցերեկ Digitech կարգախոսով։ Հոկտեմբերի 10-ից 12-ը այցելուները կարող են մասնակցել ինչպես բիզնես ցուցահանդեսին եւ կոնֆերանսին, այնպես էլ բացառիկ մշակութային միջոցառումներին, ճանաչված արտիստների մասնակցությամբ։ Տեխնոլոգիական փառատոնն այս տարի նշում է իր 20-ամյակը եւ հոբելյանական միջոցառմանը մասնակցում է նաեւ Fnet Telecom ընկերությունը։ Fnet Telecom-ը այս տարի Digitech-ում հանդես է գալիս իր նորարարական լուծումներով, որոնք նախատեսված են եւ ֆիզիկական անձանց եւ բիզնեսների համար, ինչպես նաեւ մեր խելացի լուծումները, խելացի դոմոֆոն, տեսախցիկ, կառավարման համակարգեր, որոնք եւս նախատեսված են եւ ֆիզիկական անձանց եւ բիզնեսների համար։ Նախ հարկ եմ համարում նշել, որ շուրջ 2000 դամաֆոններ արդեն ունենք տեղադրված Հայաստանի տարբեր քաղաքներում եւ տարբեր մարզերում։ Մի փոքր պատմեմ ֆունկցիոնալից, ինչ է իրենից ներկայացնում խելացի դամաֆոնը եւ ինչով է տարբերվում սովորական անալոգային դամաֆոններից։ Խելացի դամաֆոնի առավելություններից մեկը այն է, որ այն կարողանում ենք կառավարել հավելվածով եւ տալիս է մի շարք առավելություններ, որոնցից մեկն է օրինակ դեմքի ճանաչման ֆունկցիան։ Երբ ենք մոտենում ենք դամաֆոնին, կանգնելով դամաֆոնի առաջ, միանգամից դեմքի ճանաչման ֆունկցիայի շնորհիվ դուռը կարողանում է բացվել, ինչպես նաև վերջերս ունեցել ենք նորություն, ազատ ձեռքերի ֆունկցիան, երբ Bluetooth-ի միջոցով հեռախոսը նույնիսկ պայուսակի մեջ օրինակ կարող է Bluetooth-ով միանալ մեր դամաֆոնին եւ դուռը բացվի առանց որևէ հավելվածից օգտվելու։ Այն հնարավորություն է տալիս նաեւ հավելվածի միջոցով տեսնել, թե ով է այդ պահին զանգում կամ ով է ուզում մուտք գործել։ Digitech-ի շրջանակներում այցելուները հնարավորություն ունեն ավելին իմանալ Fnet Telecom ընկերության նորարարությունների մասին, ստանալ խորհրդատվություն եւ օգտվել հատուկ առաջարկներից։ F-Time-ը դա մի նոր հարթակ է, որը որ առաջարկում է Fnet Telecom ընկերությունը իր բոլոր բաժանորդներին։ Մենք առաջարկում ենք հեռուստաալիքներ եւ ֆիլմադարան։ Ֆիլմերի բաժնում մենք մաքսիմում փորձել ենք հարմարավետություն ապահովել մարդուն իր նախընտրած ժանրով, իր նախընտրած թեկուզ դերասանով, իր նախընտրած ձևով, որ ինքը ֆիլմը դիտի, ֆիլմը իր ուզած որակով դիտի եւ ինքը իր մեջ ներառում է նաեւ խելացի համակարգ, որը որ մարդուն օգնելու է, որ ինքը շատ ավելի արագ գտնի իր սիրած ֆիլմերը։ Հեռուստաալիքների բաժնում մենք ունենալու ենք շատ հարմարավետ որոնման համակարգ, որ մարդը կարողանա շատ արագ իր սիրած հաղորդումները գտնի եւ նաեւ favorite բաժիններում ինքը ավելացնի իր ընտրյալ ալիքները, որոնք որ սիրում է դիտել, նաեւ լինելու են catch-up եւ time shift համակարգերը, որը որ թույլ կտա մարդուն նայել նախորդ օրվա կամ մի քանի օր առաջվա հաղորդումները իր սիրած ալիքով։ Այսօր արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ են պարզ գործիքներ։ Simple Go-ն միավորում է վաճառքը, տեխնիկական գործընթացները եւ հաճախորդների սպասարկումը մեկ համակարգում։ Այն ընկերությունները, որոնք կներդնեն Simple Go իրենց ընկերությունում, կստանան բարձր արդյունավետություն, արագություն եւ թափանցիկ վերահսկողություն։ Simple Go-ն կարող է ներդնել ցանկացած կազմակերպություն, ցանկացած ոլորտից, այսինքն այն համապատասխանում է թե սպասարկման ոլորտի, թե արդյունաբերության, թե արտադրության ոլորտների համար։ Իր մեջ ներառում է կազմակերպությունների համար անհրաժեշտ բոլոր մոդուլները, այսինքն եթե կան կազմակերպությունում ֆինանսական բաժին, պահեստ, վաճառքի բաժին, այդ բոլոր կազմակերպությունների գործընթացները ավտոմատացնում է, արագացնում է եւ սարքում է հեշտ կառավարելի։ Simple Go-ն ունի ոլորտային սահմանափակում, այն հնարավոր է ադապտացնել ցանկացած ոլորտի կազմակերպության համար։ Դե ինչ, 3 օր շարունակ կարող եք այցելել Fnet Telecom ընկերության տաղավար։ Տեղում բաժանորդագրվելու դեպքում շուրջ 3 ամիս բոլոր ծառայությունների համար գործում է 50% զեղչ։ Արևիկ Խաչատրյան, Աշոտ Մանուկյան, Արարատ հեռուստաընկերություն։